Ողջույն սիրելիներս, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, սկսում ենք մեր նախատոնական վլոգը եւ այն սկսում ենք ճանապարհից, ինչպես տեսնում եք մեքենայի մեջ եմ, գնում էինք Կրատ, ճանապարհին կանգնել ենք, գործում էինք, երեք Վահանը սարք էր գնել, պրինտեր, իր աշխատանքի համար իրեն պետք է գալիս ու երեք ինչքան չարչարվեցին Լիլիայի հետ չկարողացան միացնել MacBook-ին, որպեսզի անհրաժեշտ թղթերը տպեն եւ քանի որ հաջորդ օրը, այսինքն այսօր գալու էինք քաղաք, որոշեցինք ճանապարհին է ռայոն Պրիդաչա, այդ շուկայի դիմացի խանութում է, այդտեղից է գնել Վահանը, որոշեցինք վերցնենք մեր հետ ու բերենք այնտեղ օգնեն այդ միացումների համար։ Հիմա Վահան ու Լիլիան այնտեղ են, ես էլ մեքենայի մեջ սպասում եմ իրենց ու որպեսզի ժամանակ իզուր չկորցնեմ ու առիթը բաց չեմ թողնում ու որոշեցի ձեզ սիրելիներս ողջունել, ազդարարել վլոգի սկիզբը եւ ինչպես արդեն գիտեք, դժվարը վլոգը սկսելն է եւ որ սկսում եմ, ողջունում եմ, այնտեղից հետո արդեն շարունակել նկարելը եւ ավարտին հասցնելը, այսպես իմ համար 1-2 է հեշտ է, դժվարը սկսելն է։ Հիմա սպասենք, կգան, միասին կգնան Կրատ, գնումներ կանենք մթերային, Վահանն իր համար վերարկու է ուզում, տեսնենք կարողանում են գտնել թե ոչ ու կմտնենք Աշան արդեն, մթերային գնումներն էլ կանենք ու միասին հետ ենք գալու, գնանք տուն, մտնելու ենք Ազոն, այնտեղ հագուստներ եմ ահագին պատվիրել, եկել են ու տոնածառի հետ կապված որոշ խաղալիքներ, լույսեր էի պատվիրել, դրանք վաղն են գալու, 3-ի վրա, վարագույրների, դրանք վաղն են գալու ու Վահանի համար պատվիրել էի այս գեղեցիկ դվոյկան տանը հագնելու համար, շատ լավն է, ափսոս որ վրան շատ մեծ էր, բալշեմեյրիտ բերեցինք հագավ ու պարզվեց որ մեծ է, վազվրատ արեցինք, հիմա պետքա այսօր տուն վերադառնալուց եւ որ մտնենք պատվերների հետևից այս հագուստը վերադարձնենք ու եւ որ տեսանք որ մեծ է, արդեն իր համար պատվիրել եմ մեկ ուրիշ բան, էլի դվոյկա, դա այստեղ կլինի վաղը, դեկտեմբերի 28-ին։ Այդպես աղջիկներ ջան, ուզում եմ ասել, որ մեր մոտ իսկական ձմեռը արդեն սկսվել է, մինչ այդ մառոզներ են, հիմա այս երկու լավ ձուն է տեղացել ու այսպես բոլորիս նվեր է նոր տարվա արդիվ, երբ որ ձուն չի լինում, այդպես չես տրամադրվում նոր տարվա տոներին, հա, բայց երբ որ ձուն է գալի, դա իսկական արդեն զգում ես, որ ձմեռ է, նոր տարվա շունչը արդեն զգացվում է։ Միասին տոնածառ ենք զարդարելու, սկսել ենք արդեն տոնածառը դրել ենք, լույսերը, որոշ խաղալիքներ, ինչ որ մեզ է հասել, ես էլ դե գիտեք արդեն ընթացքը տրված է, սկսել եմ, նկարում եմ ու եւ որ բոլոր խաղալիքները, դեկորները կհասնեն մեզ, այդ ամեն ինչը կզարդարենք, կդնենք տոնածառին, ես էլ ընթացք ամբողջությամբ կնկարեմ, կմիացնեմ իրար, կսարքեմ մեկ վլոգ ու մեկ ամբողջական վլոգի տեսքով կդնեմ ալիքում, որպեսզի նայեք, տեսնեք, թե ինչքան գեղեցիկ տոնածառ ունենք այս տարի, իսկապես շատ գեղեցիկ է սիրելիներս, անգամ եթե չզարդարենք էլ, ինքը իրենով արդեն շատ գեղեցիկ է։ Ձմեռ պապիկը, նայեք այստեղ։ Իսկական ձմեռ պապիկը։ Սպասեմ գան սիրելիներս ու կմիանամ ձեզ արդեն առևտրի կենտրոն Կրատի եւ գներին կծանոթանանք եւ տեսականին մեր գնումները կանենք ու կվերադառնանք տուն արդեն կկիսվեմ ձեր հետ պատվերներով ու երևի դրանով էլ կավարտենք այսօրվա մեր վլոգը։ Ձեզ ցանկանում եմ լավ տրամադրություն, բարի դիտում, կհանդիպենք արդեն առևտրի կենտրոն։ Հասանք Կրատ, ձյունը նորից սկսեց ուժեղ տեղա, տեսնենք այստեղ ինչ կա։ Շվորդը։ Դու ինչ ձևի կուտկա ես։
Սա լակցաներ աստեղ։ Սա ջինսի շալվարները 2.7 Մտանք տեխնիկայի խանութ, երեխեք ջան նոր պրինտեր ենք գնում, մենք պրինտերը վաղանը բազբատ այլ, բայց գումարը դեռ հետ չեն ուղարկել։ Որոշեցինք նորը գնենք Wi-Fi-ով, աշխատող, այսպես սպիտակ, գունավոր գենն։ Այն սպիտակ գույներ ու սրա ֆունկցիաները մի խոսքով սա տեխնիկապես ավելի լավն է։ Սպասում ենք, հաճառողը գա, գումարը մուծենք, փաթեթավորեն, վերցնենք ու դուրս գանք։ Այս էլ մեր պրինտերը։ Վահանն ու Լիլյան պրինտերը տարան դնել մեքենայի մեջ, հետ գան, որ հանգիստ շրջենք, նաև իրանց կուրկաները զրտնեին հոգնում են։ Մի քանի խանութ մտանք, վերարկում էր, այդպես Լիլյային կողքա, չհավանեցին, ոչ Լիլյան, ոչ էլ Վահանը։ Հիմա չգիտեմ, էլի կգնանք այն կողմ ակուստի խանութներ կուրկա վերարկում նայելու, թե կմտնենք աշխան, չգիտեմ, հեսա գան, տեսնենք։ Ուզում ենք այն կողմի վրա գնալ, շարունակել նայել, բայց Վահան այդպես տեխնիկայի խանութ տեսավ, ասես մտնենք։ Սկիպված հետ եկանք, հիմա նորից երևի հետ կգնանք, այնտեղ։ Նա գալիս է։ Ես այստեղ դուրս կգա։ Այն Լիլյան, այն է Վահանայի կամ գնաց։ Հասնում ենք մեր սիրելի Վայկիկի։ Տոնած առայն դրև խանութի դեմը տենում ես, վա։ Իտիք նկարվենք երեխեք ստե։ Ջան։ Լիլյան ստես են ձիու։ Նավ է։ Տեսնենք ստեղ վերարկու կաչ լավ սվիտերը։ Շատ լավն է։ Ինչ էլ արժ ես։ 2200 ռուբլի։ Հա, մուրսկոյա։ Ո՞ն ես սիրում։ Հա։ Լահակ։ Չէ, XL-ն է էսը։ Փոքր չի կյանք, նորմալ է։ Կամ է ատել 2XL-ը փորձես, բայց ոնց որ վրովը դաժա մեծ է։ Նորմալ է, թե փոքր է կյանք։ Այդ մեկը ավելի ազատ էր, չէ։ Սազում է Վահան քեզ։ Սազում է։ Հա, Լիլա այն է։ Այն այդ է սկուրտկան ոնց է։ Սազում է, չէ։ Վիդդ մի անգամից փոխվեց։ Սիրուն գույնն է, բոյվածնում է։ Հա, սիրուն է Վահան։ Վերջ ես կուրտկան վերցնում եմ, վերարկում այս տարի մոռանում եմ։ Դել մյուս տարի, հիմա Լիլային են կուրտկանայում։ Չէ, բան չի, լեսի ակի։ Հա, էտ էլ է լավ։ Լավն է, հա։ Լահակի սիրտ։ Մեծ ալիլ ոնց որ Точно, հա։ Հələ գնա հայլի մեջ նայ։ Точно, Լեն էլ վերցրինք։ Մամյացվի դր համջում, դել վերցնենք ու գնանք։ Հա։ Մատերիալն էլ ալավ, թևերի մոմենտն էլ ալավ, որ ներքևը սենց քիփա։ Շատ թող գա 999 ռուբլի։ Լավն է մացրել։ Ակցիայով, ահա, լավ, նոր всё։ Մեզ է տես վերց։ Всё, գնացինք։ Всё, նակաս։ Всё, երեխեք ջան։ Դե գնա։ Գնանք կաս։ Մուծումներն անենք, երեխեք ջան, վճարենք ու շարժվենք ուղիղ դեպի Աշան։ 2 ժամ կլինի, պտտվում ենք, ինչ եկել ենք, բայց այս գնումները ընդամենը 3 րոպեի ընթացքում
Վահանի Լիլիայի կուտկաները ու սվիտերը 3 րոպեի ընթացքում։ Да, мне вот. Մնում է այս երկար հերթը անցնենք, վճարենք ու արագ վազելով գնանք ասա։ Նայք Լիլիան ինչ ընտրեց, մազովի զակոլկա, սիրունա, մանավանդ на висок поставить летом на море։ Վահան այնտեղ գնացել է իրան սրիդրանայում, եթե գտնի չգիտեմ, մենք էլ այստեղ հերթի մեջ ենք, երեք կասա է աշխատում, բայց շատ դանդաղակ է։ Ինչ է։ Սպիսոկա։ Հա, մեր նոր տարվա ցուցակն է գնումներ ինչ պետք է գնենք։ Մենք հենց սկզբից մտանք խանութ, ես այս սվիտրին մոտիկացա, давно Վահան։ Даже не думай, мой родной։ Մնանք որն առած մեծ։ Հեսա 52։ Այս չէ 54-ը։ Դու մեծ ես կյանք։ Էմա, էլը, քեզ էլնա չէ պետք։ Հեսա էլը։ Էլը նայ, էլը 52-ն է։ Էսա հայ տակ ռազմը։ Գնամ բան արա, մուծի մեր ես ու Լիլիան հետ մենք ավտոբան։ Երեխեք ջան, ասել վերջնական Վահանի վերցրինք, ստեղ կայնած էինք ասում է Վահան, միած սվիտր վերցնենք քեզ։ Միշտ ասում էր չունեմ, մի երկու հատա։ Դուրս գալուց մի հատ ցույց տվեցիմ։ Շտապում էր, թե չէ, ժամանակ չկա, բայց Լիլիան այնտեղ առաջ ընկավ մեզնից, ասեց, այս սվիտերը պետքա վերցնենք։ Ինքն էլ հավանեց, ես էլ էի հավանել հենց մտնելուց եւ որ տեսակ մտան խանութ մի անգամից այս սվիտրին մոտեցա, մի խոսքով վերցնում ենք, երեխեք վճարենք ու դուրս տանք։ Վճարեցի երեխեք ջան, վերցրի Վահանի սվիտրը։ Հիմա առաջանում եմ շատրվանների մոտ, իրանք էլ գնացել են մեքենայի մեջ տնեն գնումները ու միասին շարժվենք դեպի Աշան, ժամը արդեն 3-ն անցա։ Եկամ։ Հոգնած, տանջված, հասանք վերջապես Աշան, ոնց ենք պռալու այս պրոդուկտովի խանութը, չգիտեմ։ 4 ժամը ֆռում ենք։ Այս կծված տոնածառն է մեր տոնածառ, ты что, издеваешься? Որ շպիտակ այդ հելը չի նշանակը, որ… Բախ։ Հատոպ խաղալքս։ Կարող ենք տոնացածին, չէ։ Չէ հելը։ Մի հատ տոնածար վեկա սաղին տար նվեր պրծի։ Լիլիկ մորքր խոսեց երեք հետս ասեց ուղարկել եմ։ Չեմ անում, այլ չեմ հարցի։ Ուղարկել երեք մորքր հետ խոսել եմ, ասավ ուղարկել եմ նայնած դու։ Քեզ։ Հե։ Քեզ եմ խնդրում։ Ես եմ, ես էլ ատում։ Լսում։ Եվ Անգելոչ։ Քեզ ավանան։ Այս կապույտներից վերցնենք։ Заказ եմ տվել вам, просто надо самим украшать։ Սերքսը մեծ է, դիկախարած կա այս։ Շատ մեծ է։ 60-ը կա, բայց շատ մեծ է։ Չէ, մենք заказ ենք տվել։ Կգա։ Знаешь, մեծ է։ Помнишь, сколько их было? Вообще. 42 չկա, տենանք մոտավորապես ինչքան է։ Հա, մենք պատվիրել ենք, բայց հələ մեզ չի հասել։ Շքան տոնածառներ կա։ Поехали. Куда поехали? Ինձ հաստարի ավելի շատ էր ընտրությունը։ Զվազդոչկեք չկար, կարող եմ դեղ հանդիպել։ Ուզում եք կապույտու։ Սերեբրիստի հալոստենա են։ Գնանք ստեղ ինչ էր կա։ Մանկական բաժինն արի կյանք։ Օղի ունենք, կանյակ ունենք, գինի ունենք։ Չգիտեմ վահամես ինչ անայում, մեր համար ես նայում վաթե նվեր տանելու։ Այդ ուզում ես նվեր տանես, դա մեր համար։ Մենք ունենք երկու շիշ մեծ, էլի, մեկն է կիսակը։ Ось ինչ էլ մեծ է այս շշերը վահան, բելուգան։ Ինչքան է դնել։ Չեմ իմանում, հենա։ Այսա։ Okay,
Fake հա։ Կա գինի կուրացին, չեն ունում։ Հեսա գինիների բաժինն էլ է սա, են անտեղ էլ։ Սրանք վերցրի երեխեք, ամեկից 2 հատ։ Անգելոչկիկ։ Արտույտ։ Վրացական գինիների շարքում են դրել մեր հայկականը։ Կարաս, հա, հեսա կարաս։ Ладно, пускай это останется. Գինի բանից կվերցեն, գրեք ջևն խանութից։ 3800 ռուբլի։ Ջիլյան ընդեղա։ Ինչ ճարիտ վա։ Ուղիա, բելուգան, հա։ Էդ ինչ էր կողին է բա։ Շեյքեր էլի բան։ Հա։ Բան հլը ինչ մեծ է։ Ման է։ 10,000 ռուբլի երեխեք, քան էլի դրա։ Աստված պիտի քան էլի դրա։ Աչքսերով վրա չեմ կարում կենտոն։ Ես քո սիրած եգերմաստերը կյան։ Դեմքը լվանալու համար։ Ես որ փեփրում այդ ալի ռոքսում ես դեմքիդ։ Я умывание лица։ Ինչ աղավանա վիսկիանային չի կարողանում գտնել։ Չգիտեմ։ Ահեն անդեղա։ Վերջապես ճարի։ Ջեք Դենիել։ Նոր տարվան բզբզալու համար։ Ազիզ ջան։ Հենա մի հատն է շրջա, մի հատ մնաց։ Գնացին, գնանք հյութերը վերցեն։ Այս դրանից չէ՞ բա։ Ինչ Արարատ է նայել։ Մի հատ է մնացել, հա, փաստորեն, դի կոմներ։ Գնացինք սոկեր։ Սոկերի բաժին գնանք։ Սիրացրա։ Էլի չեք ունում։ Ես մելատեսկի։ Մանգո։ Այդ ֆիրման սիրում ես, վա։ Հա։ Mango, grapefruit, Մոլտի նետը։ նույնից, այս է նույնի խնձորն է, Արարատ խնձոր, հա։ քիչիկյան։ Всё, ահա, սոկի պլանը տվեցինք, գնացինք առաջ։ Այլ ինչ տեսավ, Հայաստան ջան, այսքան սոկերն ինչ են կանելու։ Քիչ ուրիշների համար էլ թողել է ազես։ Այսի գնաց, այսի մի ամսվա սոկ դա մեր։ Այմա, ինչ ուզում եք ենել բեկալեք։ Քանի որ մենք խմելու ենք վիսկի, Սոկով։ Սա վանելին։ 4 հատ վանելին վերցնենք։ Ալյուր վերցրեք երեխեք։ 2 հատ կիլանոց վերցրու։ 2 հատ կիլոգրամանոց վերցրու հերիքա։ 3 հատ տորթի համար։ Այս է բլինին հետ։ Հետ ինչա դրա եղած է, ես չեմ կարում սարքեմ։ 2 հատ, 2 տուփ ալյուր կյանքս։ այս 2 կիլո է մի հատ։ Քիչ է այդքան 3 հատ տորթի համար։ Զգուշ։ Վարյոն իսկ շոնկա պետք է վերցնենք, ծու, էլ ինչա պետք կարակ։ Այդ ալի տորթը հա։ Всё։ Գնացինք ալյուրը հերիքա, պես հոգ ունենք տորթերի։ Так, աղ ունենք, ձեթ ունենք, հա ունենք ձեթ։ Գնացինք առաջ։ Լեչո, մի հատ էլ խորովածի համար օստրե, վայ ապրես դու։ Լիլաս էստեղ համեմունքներ անայեմ։ Բեր։ Իտալյանսկի տրավը շատ լավն է։ Այսօր չեսնոք սուշոն է։ Չեզի համար, հա? Կարճից։ Վահանես իած անանասի աղցանի համար անանաս։ Մի հատ 2 հատ։ Մի հատ։ Հենց ինչքան շատս մի հատ է քիչ ասալած։ Վան, դե 3 հատ, 3 սալատ ենք սարքելու։ Դերեմ արի։ Հատ վերցրեք, ինքը շատ ասի։ Հա դե իրա սիա սալատնա թողել 2 հատ լինի։ Они все битые такие.
Մրգից վերցրի բանան, նուր, անանաս, գրեյփֆրութ։ Կանել եմ դրան կարծա։ Դուս կդաս տոլկա։ Սոսոտ կանել։ Յոպեք եմ կսել։ Յոպեք։ Բայց կեսի չարտետի պտես խաղով են ալա։ Թե չէ։ Լավ խաղ։ Նորմալ է, չէ, նորմալ։ Սես մի մասը մի քիչ փոն։ Նորմալ է։ Նորմալ է հասած։ Լավն է։ Номер на весах 81. Ապельսիներ վերցնենք ու վերջ։ Տարդուս тележкам. Այս ինչ օնկոպ ֆեյխա։ Բան, հենց ֆեյխան նայ։ Մեռածա։ Այսի լավն է, բայց վահանը չհավանեց։ Կապուստա։ Հա, պեկինսկի կապուստա, մեզ պետք է կիմչին պատրաստելու համար, հա, էսա բանանի վահանը վերցնի։ Անանասը վերցրի։ Բանատը վերցրի։ Արի մենք գնանք ինքը էսա կգա։ Կիմչինի համար ենք ուզում։ Երկու հատ մեծ։ Երկու երեք։ Լավն է էսի։ Լավ։ Մեկ։ Ուզում թերերը բարակ լինի, որ համով լինի։ Էս էլ կսե հերիքա։ Ստում է առաջ անգամ փրցել։ Տարտալետ կաներ, ճուկ, վարորձ սր, այսօր ենք պատրաստելու մեր սիրած դեսերտը։ Այդ երկու հատը բան ջան, ձեր բանի համար է, ինչ էր անում։ Ես ոչ։ Հա։ 100 գրամն է, այս 100 գրամներով է։ Любой панель վերցրու, բայց 3 սալատներ եք դե պաներով։ Վերցե։ Մի հատ սրանց վերցնեմ, բա ակցիա է։ Սիրնի դասկան ենք։ Այ, ես մանդել կապուս։ Սալատի համար է, պաների ուզում։ Բան նավեկից վերցնելով, դնելով։ Հապատարել կենտենից ես վակում։ Հերիքա, կյանքը շատ է։ Դու աղցանի համար վերցրի լիլ։ Դե հետ գնաց։ Կարակ վերցրինք, երեխեք մարգարին, խտացրած կաթ, մայոնեզ, բան է գնացի կալբասեղենի բաժին, այ դրանց է թացերից։ Այս մեծերն են լավը կյանք։ Չէ, առաջվա մեծերից ես հասար։ Հեսա ոնց չեն սարկում, հեսա, իրանց ֆիրմենին է, հա։ Ենքան սիտնի է։ Всё? Ծանկ էլի։ Ամբողջ պատմությունը։ Այստեղ հավի դոշեր վերցրեցինք, երեխեք ջան, այստեղ 3-4 տեսակի կալբասներ, վահանն ապել։ Մոտորդ ենք վերցնում, գնում ենք քրոջ տուն ջուր, նոր ընտեղից տուն։ Լիլան ընտեղ բուլկիներ ավերցնում, երեխեք ջան, ճանապարհին ուտելու համար, որովհետև առավոտյան սուրճ են խմել, դուրս եկել, Վահանն է միայն հասցրել նախաճաշել, ես գործերով ինչպես միշտ, այստեղից էլ գնալու ենք քրոջս տուն, սուրճ կխմենք, այնտեղից էլ գնանք Ազոն, այն շորը կտանք, վազուրատ պատվերները կվերցնենք, կգնանք տուն, ձեր հետ կկիսվեմ պատվերներով, թե գնումներով էլ չեմ կիսի, որովհետև քիչ թե շատ համարյա բոլոր գնումները ընթացքում ձեզ ցույց եմ տվել, ինչ ենք վերցրել, պես նկարեմ, դա համար երկրորդ անգամ էլ չեմ նկարի, դա մքան իսնա։ 4 տղի։ Ինքից 20
Սանապակաս։ Շամամաս կտա Հայաստան շամամը։ Ծառեցինք, երեխեք ջան դուրս եկանք, գնումների համար վճարել ենք 20,000 ռուբլի։ Հիմա մտնում ենք ես հիջավան խանութ է, ստեղից գինի, բամյա ուտեսնենք ինչ ենք վերցնում ու գնանք մեքենան։ Если бонусы есть, можно списать бонусы. Если он не покупал, там 20 часов. Տեսնենք բամյա կա երեխեք։ Ծիծաղի թեթու նմանատիպ բաներ, բամյա կա հեսա։ Ես իհարկե մեծ բան կարող էի ուզում, բամյա ու սոկյան թիթվի հետ դնելու։ Գինի վերցրի, վա, թե հել ընտրում ես։ Հա, ճիշտ է, սա սոկյանք, տնայ, մեկ աստից արդեն գնում ենք։ Կոմպոտներն է, մուրաբաները, ոսկի կուզես կյան, ես ուզում էլ սա արծած։ Նվերի մար, 270 ռուբլի։ Սա էլ բան չմեն։ Չէ կյան, սաղ վերցրել ենք, էլ բան ստեղ սուջուխ ու բաստորմա են վաճարում, վայ, եթե պետք է, եթե չեկալ բասեղեն ենք վերցել ահագին, չեմ մանում։ Դու ոնց կասես, նայ կյանք։ Կյանք, ետքան միսն ինչ ենք անելու։ Ապելու ենք եթե էլ ինչ կյա։ Մեզ մնաց խորոված է միս։ Մեծ գինին վերցրենք երեխեք տան, բամյա ու սուջուկ բաստորմա։ Ես էլ վճարենք ու գնանք։ Բամյա, գինի, մեկ է սուջուկ բաստորմա, մեկից երկու տուփ։ Լիլան հոգնելա ոտրես չեմ զգում ասում։ 7 ժամ անընդմեջ քայլել ենք։ Սել իջևան, չա շամպայն հա։ Այ, գլխարկ վահան։ Հոգնելա Լիլյան նստած։ Ովքեր չգիտեն, սիրելիներս գրադում է այս խանութը, որոնեժում ապրող հայերի մասին է խոսքը, հենց գրադում։ Հաշանի դեմ դիմաց։ Ես ինչ այս ստեղս խանութ տվեցի։ Այո։ Ինչ է արդիվ նոր տարվա։ Կարող է ինչ-որ определенной սումի բան են կարել, այդ նորեն տալ է։ 2026 ոսկե մեդալ շահեցիր։ Ափսոս որ իսկական ոսկի չի։ Ինչ գիտես։ Բայց շոկոլադ հազես։ Կատյուչ։ Բան ասեց ուրա գնաց է, ինչի գնաց ասա։ Հա, իգրարն է։ Սիրելիներս, մենք արդեն տանն ենք, եկանք տուն, ընթրիք պատրաստեցի, վայելեցինք, սուրճ խմեցինք, գնումները տեղավորեցի ու եկա, որպեսզի ձեր հետ կիսվեմ այդ պատվերներով եւ որով էլ կսահմանափակենք, կավարտենք մեր այսօրվա վլոգը։ Ինչու եմ պատուհանի մոտ, որովհետև մեր մոտ լույսերը տարել են, լույս չունենք ու ես չէի կարող սպասել, որ մինչև լույսերը տան նոր նկարեմ, որպեսզի լուսավորությունը ավելի լավ լինի, որոշեցի մոտենալ պատուհանին ու այստեղ նկարել, ավարտին հասցնել վլոգը, որպեսզի երեկոյան մոնտաժեմ ու առավոտյան տեղադրեմ մեր ալիքում։ Անցնենք պատվերներին սիրելիներս ու սկսենք երևի այս պատվերից, որը կատարել եմ Լիլիայի համար, ամառային, այսպես, հավես, թեթև, թե տանը հագնելու համար, հա, թե ճանապարհ գնալու, թե տնից դուրս գալու ուղղակի, շատ հարմար, լավ որակի շոր է, այսպես շորտիկ ու վերև բլուսկա։ Շատ լավն է,
Հիմա կանչեմ իրանց ցույց տամ լի։ Հետո։ Արի լնայ, հավանում ես։ Գույնա ձևա։ Հա, մածրավը նորմալ։ Հավանում ես։ Ահա, такое. Սիրնա չէ։ Кофейный. Բանա, մոկո, по-моему։ Մոկան, կոֆեի տեսական, Հա։ իտալական։ Հա։ Մի խոսքով բարո մաշես կյանք սարով չհակնես։ 1000-ը հակնես, լավը հակնես։ Ներեխի ջան, դե դեռ ես կհավաքեմ։ Սա իմ համար եմ պատվիրել։ Նույն հատիպ, բայց արդեն այդ գույների մեջ շատ սիրուն գույն է։ Իզումրուդն է, по-моему, այդպես։ Այսպես տեղ գրպաններ են։ Շորտիկ է, ինչպես հասկացաք, ոչ շատ կարճ, ոչ շատ երկար։ Էլի տանը հագնելու համար կամ ճանապարհ գնալու կամ դուրս գալու ուղղակի շատ հարմարավետ որակնել ընտիր։ Սա շորտիկն է, այստեղ էլ սիրելիներս բլուզկան։ Նույն խանութից պատվիրել եմ նույն շորի այս գույնը, հիմա բացամ ձեզ ցույց տամ սիրելիներս։ Այսպես։ Դեն հասկացաք շորտիկը։ Լիլիան եւ Վահանը իմ համար նոր տարվա նվերների շարքից սիրելիներս պատվիրել են իմ համար այսպիսի գեղեցիկ հավես զգեստ նկարը կդնեմ, որպեսզի մոտավորապես պատկերացնեք։ Վերջերս, երբ որ ձեր հետ կիսվում է սիրելիներս պատվերներով, այնտեղ իմ համար զգեստ էի պատվիրել, դեյրա։ Մեր շրջանում ասում են մարզում, հա, Տավուշում դեյրա, Լոռու մարզում ասում են դայրա, ուրիշտեղ չգիտեմ ոնց են ասում, դա բարբար է, գրական չէ, դա բարբար է։ Բայց որոշ մարդիկ կան հետևորդներ, որոնք շատ խիստ հուզվում են, մեկնաբանություն են գրում, որ ինչու՞ չեք գրական խոսում, դեյրան հայերեն բառ չէ, մենք ձեզ նայում ենք, այսպես այնպես։ Այդ մարդուն ես պատասխանել եմ ու պատասխանում եմ նաև բոլոր այդ մարդկանց, ովքեր այդպես են մտածում, որ սա հաղորդում չէ սիրելիներս, սա ընդամենը վլոգ է, որ ներկայացնում եմ իմ կյանքից փոքրիկ հատված, ձեր հետ կիսվում եմ սիրով, առանց որևէ շահի կամ ինչ-որ մի բանի, ուղղակի ուզում եմ իմ հայ ժողովրդի հետ կապի մեջ լինել, շփվել, զուտ դրա համար, ուրիշ նպատակ կամ ցանկություն ես YouTube-ում չունեմ։ Ու երբ որ իմ կյանքից ինչ-որ մի հատված եմ ներկայացնում ու կարող է ընթացքում, խոսելու ընթացքում որոշ բարբառային բառեր հնչեն, ես կխնդրեմ նման մարդկանց չկենտրոնանալ այդ բառերի վրա, շատ ծանր չտանեն, իսկ եթե իրենք չեն կարողանում ուղղակի նայել, հաճույք ստանալ, ուրիշ ավելի հետաքրքիր բաների վրա կենտրոնանալ ու շատ վատ են զգում դրա համար, կխնդրեմ դուրս գալի մալիքից, որովհետև ես այն եմ, ինչ որ կամ ես դերասանություն չեմ անում, իմ բնավորությունն այդպես է, նույնն էլ էկրանին դերասանություն չեմ անում, մի այլ բան ասում, մի այլ բան մտածում, նույնն էլ խոսալն է, բառերն է, եթե ընթացքում հնչում են բարբառային բառեր, դա նորմալ է, նամանավանդ, որ ես 16 տարեկանից դուրս եմ եկել Հայաստանից դպրոցն ավարտելուց հետո ու արդեն 25 տարի է 40 տարեկան եմ ապրում եմ Ռուսաստանում։ Ես շատ մեծ հեշտությամբ կարայի այդ բարբառային բառերն էլ մոռանալ, բայց քանի որ ես ծնվել ապրել եմ ու դաստիարակվել կիրթ ընտանիքում ուսուցչուհու, դրա համար, ինչպես տեսնում եք, չեմ մոռացել հայերենը, որոշումներից էլ շատ լավ տիրապետում եմ, հասկանում եմ, խոսում եմ, ինչպես նաև իմ երեխան Լիլիան, որը եւս այստեղ է ծնվել, 17 տարեկան է, 17 տարի այստեղ ծնվելու օրվանից ապրում է Ռուսաստանում ու ինչպես հայերենն է վարժ խոսում, այնպես էլ ռուսերենը։ Դա նրանից է, որ մենք
այլ հայերի պես ձևականություն չենք անում ու տանը ռուսերեն կամ այլ լեզուներով չենք խոսում։ Մեր տանը խիստ է դա, մենք պետք է տանը խոսենք հայերեն։ Եթե հայերեն խոսում ես, պիտի երեխան պատասխանի հայերեն։ Եթե դու հայերեն խոսեցիր, երեխան պատասխանեց ռուսերեն կամ այլ լեզվով, նախ ինքը խառնելու է երկու լեզուները, ոչ մի լեզվի ինքը լավ չի տիրապետելու, այդ լեզուները խառնելու է, վերջում այդ ինչ գիտի հայերենից, դա էլ մոռանա ու դառնալու է լրիվ ռուս։ Դրա համար սիրելիներս, որպեսզի ձեր երեխաները լեզուները չխառնեն եւ իմանան հայերեն, որը իրենց պետք է գալու, այսպես թե այնպես, որովհետեւ իրանք հայ են, պետք է շփվեն իրենց հարազատների հետ, հայրենիք պետք է գնան, որ իրենց լավ զգան, հասկանան, կարողանան կարդալ ինչ է այնտեղ գրած, իրենց հարազատների հետ շփվեն, դուք ձեր երեխաների հետ տանը խստորեն պահանջեք, որպեսզի հայերենի դեպքում Երբ որ իրենց հետ հայերեն են խոսում, իրենք պետք է պատասխանեն հայերեն։ Ռուսերենը այսպես թե այնպես իրենք սովորելու են, որովհետև դպրոց են գնում, կրթություն են ստանում, այսպես թե այնպես իրանք իմանալու են, բայց հայերենը այդտեղ դժվարելու է հայերեն լեզուն։ Դրա համար իմ խնդրանքն է դրսում ապրող բոլոր հայերին, որպեսզի ձեր երեխաները տիրապետեն ու չմոռանան իրենց արմատները, այսօր լեզուն կմոռանան, վաղն էլ իրենց արմատները, սերնդե սերունդ, որպեսզի դա մնա, անպայման տանը խոսեք միայն ձեր հայերեն լեզվով, տեսակ չէ, որտեղից սկսեցինք, ուր հասանք, շատ սիրուն է, ապրեն և նվերանողները և հագնողը, շատ հավանաչի, Լիլիայի ենս գեսնա, զարայից, որ նախորդ վլոգում ասում էի, նոսա մի հատ ցույց տամ, իմ հետևորդներին, այսպես երկար, սիրուն, իջնում է, այստեղ սիրելիներս իմ համար պատվիրել եմ ամառային, այսպես թեթև, տնից դուրս գալու համար, հա, լաթիկներ, շատ թեթև են ու երևի հարմար էլ կլինեն, Չինաստանից է, սև ուրբաթի ժամանակ եմ պատվիրել և որ 90 ռուբլի էր, հիմա դարձել է 590, այստեղ ինչ է, հա, այստեղ հասկացա ինչ է կլինի, այստեղ մոմակալներն են ու երևի մնացել են արդեն նոր տարվա հետ կապված պատվերները, որոնց մի մասը արդեն ինչպես տեսնում եք հասել են մեզ, հիմա բացենք տեսնենք երեխեք ջան, ոնց հասկացա պիտի հավաքենք, ասել ներքևամասում այսպես դնում են, հիմա հանում ցույց տամ, հա, չէ, էսի երևի վերևն ալնում, թե էսի ներքևն է, էս վերևը երևի այսպես, մի խոսքով երեխեք ջան, հիմա Այդան Լիլիային կհավաքի ու արդեն հաջորդ վլոգում միասին որոշենք թե որտեղ ենք տենում հաջորդը։ Հա, այսի Լիլիային ա վերաբերվում, նստեղ ինչ է, բայց ինչ է այսքան փոքր, չեմ հիշում, ես մեծ էի պատկերացնում, Երեխեք ջան, ես այսքան փոքր չէի պատկերացնում, որ տոնածառից կախենք, չնայած էլի կկախենք, ես ավելի մեծ էի պատկերացնում, համենայն դեպս, որ ասեմ, որ երազթափված եմ, շատ նուրբ կլինի ասված, այսպիսի գեղեցիկ կարմիր փաթիլներ, այստեղ 3, 4, 12 հատ է, պատվիրել եմ կարմիր գույնը, ինչու կարմիր, որովհետև ուզում եմ որպեսզի տոնածառի վրա լինի այն գույնը, որը որ այս տարի ինչպես ասում եմ, որ մոդա է լինելու։ Մտածում եմ, սա երևի սրա չափ կլինի,
Նկարի մեջ մեծ էր երևում, բայց չգիտեմ։ Չհասկացա այդ պահը։ Նայեք։ Այսինքն փոքր այս երկուսը մի խանութից են պատկել, այս մեկը ուրիշ, էսի նորմալ է եկել, որ ես պատկերացնում եմ, որ սենց պիտի գար։ Այստեղ նայեք ես ինչ են ուղղել։ Այստեղ սիրելիներս պատվիրել եմ նոր տարվա համար կամ առիթների ուղղակի այսպիսի փայտիկներ, ռուսերեն ասած շպաշկի, այդ դեսերտի վրա դնելու համար։ Սկզբից ուզում էի բաց վարդագույն պատվիրել, բայց Լիլիայի հետ որոշեցինք այս գույների մեջ պատվիրել, որովհետև շատ գեղեցիկ ու նուրբ է։ Այստեղ 100 հատ է, բայց մի հատ էստեղ նայեք էլի։ Այսինչ ձյուն է գալիս։ Տեսնում եք, ես ինչա կատարվում։ Երևի հենց այդ պատճառով էլ անջատել են լույսերը։ Այսօրվա համար այսքանը սիրելիներս, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք շատ շուտով նոր վլոգում։ Առայժմ